for so long. We've been waiting for this time to begin. We ain't getting any older. I kinda feel a little younger. Բարև ձեզ բոլորին, ձեր հետ են Արեգը եւ դուք հենց հիմա գտնում եք Narex Stories YouTube-յան ալիքում։ Եվ այսօր ես պատմելու եմ կրկին պատմություն 3 ամենահայտնի բլոգերների մասին։ Իսկ դուք չմոռանաք լայքեք այս վիդեոն, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք սկսում ենք։ Ամենաառաջին հայտնի բլոգերներից մեկը դա Կար Քոմենտին է։ Կար Քոմենտին իրական անունը Կարո Արյումյանը ծնվել է 2004 թվականի հոկտեմբերի 3-ին մայրաքաղաք Երևանում։ Նա մանկուց շատ է սիրել երգել։ 2010 թվականին ընդունվում է Մայակովսկու անվան դպրոց, որը ավարտել է 2013-ից 2016 թվականները։ Նա ընդունվում է պարի, դաշնամուրի, սաքսոֆոնի, խորի և թումոյին, որտեղ անցնում են ծրագրավորման տարբեր տեսակի միջոցներ։ Հենց 11 տարեկան է դարձավ Կար Քոմենտի YouTube-ի սկսման փուլը։ 2016 թվականի հունիսին նա բացում է Կար Քլուբ ալիքը, հաջողությունների չի հասնում և փակում է այն։ Նույն թվականի հուլիսին նա բացում է Կար Քոմենտի ալիքը և լրջորեն վերաբերվում է իր բլոգերությանը։ Նա միշտ երազել է, որպեսզի հասնի 100 բաժանորդ և մի քանի ամիս անց նա հասնում է 100 բաժանորդ։ Նրա երազանքներից մեկն էլ եղել է այն, որ մինչև 2020 թվականը հասնի 100,000 բաժանորդ YouTube-յան ալիքում և այդ երազանքը իրականացավ։ Նաև Կարո Արյումյանն ունի իր պրոդուկտը, որը կոչվում է Հավատա քեզ։ Առաջին անգամ Հավատա քեզ պրոդուկտը դուրս եկավ վաճառքի 2023 թվականի մայիսից։ Նարնջագույն մայքն և բաժակը մինչ այսօր Հավատա քեզ պրոդուկտը դեռ վաճառվում է զանգակատներում և զանգակի օնլայն վեբսայթում, որը կթողնեմ այստեղ։ Այս կաներ Կար Քոմենտի պատմությունը, անցանք հաջորդ բլոգերին։ Հաջորդ YouTube բլոգերը դա հայտնի Saint Հովն է, այսինքն Հովհաննես Ասատրյանը։ Հովհաննես Ասատրյանը ծնվել է 1996 թվականին կրկին Երևանում։ Նա մանկուց շատ է սիրել տարբեր տեսակի խաղեր խաղալ, օրինակ Tetris-ով, Super Mario-ն և տարբեր տեսակի խաղեր։ Իսկ Tetris-ի պատմությունը կասեմ հաջորդ վիդեոյում։ Saint Հովը նաև մասնակցել է տարբեր տեսակի կիբերսպորտի առաջնությանը, որը տևել է մինչև 2018 թվականը։ Նա այդ կիբերսպորտի աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ, 2-րդ տեղերը և արժանացել է լավագույն կիբերսպորտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2018 թվականին Saint Հովը բացում է իր YouTube-յան ալիքը, որտեղ սկզբից սովորեցնում էր, թե ինչպես խաղալ այդ կիբերսպորտի տանկերի հետ։ Այնուհետև այդ կոնտենտը դարձավ խաղային և Saint Հովը արդեն լիքը սիմուլյատորներ խաղեր է խաղում, որպեսզի անցնի։ Նաև Saint Հովը սթրիմեր է, նա այսօր սթրիմներ է հաճախակի անում YouTube-ում, Twitch-ում և այլ տեղերում։ Եվ մեր այսօրվա վերջին բլոգերը դա Վիզև TV-ն է։ Վիզև TV-ն նույն ինքը Արսենը ծնվել է 2003 թվականին։ Արսենը 2018 թվականին բացում է Վիզև TV ալիքը։ Այդ ժամանակ Արսենը 11-12 տարեկան էր։ 2020 թվականին Վիզև TV-ն սկսեց սաստավ հավաքել, որը նման էր բլոգեր HD-ին, որը կպատմեմ կրկին վիդեոներից ընթացքում։ Վիզև TV-ի սաստավում էին Էդոն և Հրոն։ 2021 թվականին Արսենը գնում է բանակ և այդ պատճառով Վիզև TV-ն հետաձգվում է 2 տարի ընթացքում։ Այնուհետև 2023 թվականի հոկտեմբերին Վիզև TV-ն կրկին վերադառնում է։ Նկարահանվել նոր ուչասնիկներ
որոնցից են Հրոն և Ֆրունզը։ Մինչ այսօր Վիզով TV-ն շարունակում է իր կոնտենտը զարգացնել տարբեր տեսակի չելենջներով։ Այս կաներ այս 3 բլոգերների մասին, եթե ցանկանում եք էլի բլոգերների մասին պատմեմ, ապա մեկնաբանություններ պաշտում կրեք, թե ում մասին հաջորդ վիդեոյում պատմեմ, ձեր հետ նարեք Sirius-ը և դուք գտնվում եք իմ ալիքում, հաջողություն։